Նախագծի գործընկերներն են Rio Grande, Borbor Aqua, Pinkberry, Da Vinci Sushi, Aipolit։ Ես Մանեն եմ, 33 տարեկան։ Շատ կուզենայի այս տարիքում խոսել իմ անձնական ձեռքբերումներից, բայց ճշմարտությունն այն է, որ ամբողջ կյանքս նվիրել եմ ընտանիքիս ու շատ նպատակներ մնացել են կիսատ։ Ժամանակն են գտնել ինքս ինձ և երազանքներս իրականացնելու։ Մանեջան ողջույն։ Բարև ձեզ։ Ես Գոգն եմ, նախագծի ոճաբան է եւ այս ամբողջ ընթացքում ձեր կողքին լինել եմ որպես ուղեկից, օգնական եւ ընկեր։ Շատ ուրախ եմ։ Մանեջան տեսնում եմ մի փոքր լարված եք։ Այո, կարծում եմ տեսախցիկների պատճառով է, հուսով եմ կանցնի։ Դա լրիվ նորմալ է, կարծում եմ զրույցի ընթացքում կհաղթահարեք հուզմունքը։ Մանեջան, ինչպես որոշեցիք մասնակցել նախագծին։ Քայստինգի հայտարարությունը տեսա Instagram-ով եւ ամենակարևորը այն է, որ իմ կյանքի այդ ժամանակահատվածում արտաքին թերությունները սկսել էին ազդել առողջությանս վրա եւ իմ ինքնագնահատականի վրա։ Մենք տեղյակ ենք, որ ձեր խնդիրները սկսել են նախկինում սխալ մասնագետների մոտ այցելելուց հետո, ճիշտ է։ Ճիշտ է, 2 անգամ քթի վիրահատություն եմ տարել։ Առաջինը շնչառական խնդիրներից ելնելով, երկրորդը շնչուղուս վրա գոյացություն ունենալու համար։ Ժամանակի ընթացքում քթի ձևը սկսել է փոխվել։ Ունեցել եմ ատամների հետ կապված խնդիր, դիմել եմ մասնագետին, բայց արդյունքում ունեցել եմ ավելի վատ վիճակ, քան առաջ էր։ Շպտալուց լնդերս երևում են, նախկինում չեմ ունեցել այդ խնդիրը եւ ատամներիս անհավասարության պատճառով խուսափում եմ շպտալուց։ Վստահ եղեք նախագծից հետո ոչ միայն չեք թաքցնի ձեր ժպիտը, այլև կսկսեք հաճախակի ժպտալ։ Շատ կուզենամ։ Մանեջան, մեր մասնագետները արդեն գիտեն ձեր խնդիրների մասին եւ միասին քննարկում են ձեր նոր կերպարը։ Պլաստիկ վիրաբույժ դոկտոր Թելման Արաքելյան, Նազելի Հովանիսյան, միկրովիրաբույժ, ով ներկայացնում է Ամանդից Էսթետ բժշկական կենտրոնը, TDC թվային ախտորոշման եւ պլանավորման կենտրոնի մասնագետ Էլինա Մեսրոպյան, ատամնաբույժ Նարեկ Սարգսյան, ատամնաբուժարան Քրիստալ Դենտալ, մշտական դիմահարդարում Նինա Թուրապյան, վարսահարդարում Ռոման Յան, Թարթիչի լիցք Նաիրա Սեյրանյան, դիմահարդար Թինա Թևոսյան, մազահեռացում Ակոստա Կլինիկ, մասնագետ Շուշանիկ Հովանիսյան, Head Spa Ռիփսիմե Ոսկանյան, առողջարանային եւ գեղեցկության կենտրոն Perfecta Spa, մատնահարդարում բոլոր ժամանակների առաջատար Լյուքսիո։ Մեր մասնագետների մասին շատ խոսելու կարիք չկա, քանի որ նրանք բոլոր ունեն մեծ աշխատանքային փորձ, անթերի աշխատանքներ եւ այդ ամենը արդեն իսկ խոսում են նրանց մասին։ Ես նախապես ուսումնասիրել եմ նախագծի բոլոր մասնագետներին եւ գիտեմ, որ ապահով ձեռքերում եմ։ Մանեջան, սկսում ենք TDC թվային ախտորոշման եւ պլանավորման կենտրոնից, Էլինան արդեն մեզ է սպասում։ Մանեջան, այդքան մի լարվիր։ Քաղցրը տրամադրություն է բարձրացնում, սուրճ ու պաղպաղակը մեկում առավել եւս։ Փորձիր, թարմացիր եւ շարժվենք։ Իրականում լավագույն մասնագետներին մի տարածքում հավաքել է իհարկե լավ է, բայց ոնց տեսնում եք ահավոր վտանգավոր է։ Ու այս լարված մթնոլորտը շատ արագ ցրել է, պետք ես էլ գիտեմ ինչ անենք։ Հիմա կասեք ես աղջիկն ով էր։ Ասեմ, ես Մանեն եմ, Restart նախագծի Real Maker-ը։ Ու քանի որ մեր նախագիծը միայն աղջիկների կերպարանափոխության մասին չէ, ես նաև այստեղ եմ, որպեսզի օգնեմ ձեզ բացահայտել նոր խանութ սրահներ, բրենդներ, մասնագետներ։ Իսկ այն, ինչ կներկայացվի մեր նախագծի շրջանակներում, երաշխավորում ենք լավագույնն է։
Մինչ Էլինան կներկայացնի DDC թվային ախտորոշման եւ պլանավորման կենտրոնի գործունեությունը, կարճ ասեմ, այցելելով DDC կենտրոն, դուք կապահովագրեք ձեզ հետագա տհաճ անակնկալներից, իսկ թե ինչի մասին է խոսքը, կներկայացնի Էլինան։ Բարև ձեզ Մանե ջան, ողջունում եմ ձեզ DDC ախտորոշիչ կենտրոնում, ես Էլինան եմ։ Այսօր կքննարկենք ինչով է զբաղվում DDC-ն եւ ինչ կարող ենք անել ձեզ համար, որպեսզի ձեր բոլոր կատարվող միջոցառումները ավելի հեշտ անցնեն։ Ի շնորհիվ տեխնոլոգիաների, որոնք գտնվում են մեր կենտրոնում, եւ ի շնորհիվ մասնագետների, որոնք այստեղ աշխատում են, մենք ունենում ենք հնարավորություն իրականացնելու դիագնոստիկա, որը թե վիրահատական, թե ոչ վիրահատական միջամտություններին տալիս է ապահովություն, այսինքն մենք խուսափում ենք ավելորդ ստրեսներից, մենք խուսափում ենք անցանկալի հետևանքներից եւ ունենում ենք մոտավորապես պատկերացում ակնկալի արդյունքի վերաբերյալ։ Ընդհանրապես խրախուսվում է կատարել դիագնոստիկա, հատկապես հավանականային տոմոգրաֆիա, գոնե տարին 1 անգամ։ Միջամտություններից առաջ կատարվող դիագնոստիկան կնպաստի ավելի թեթև ընթացքին։ Ձեր պարագայում իրականացնելու ենք համակարգչային տոմոգրաֆիա, իրականացնելու ենք ատամների սկանավորում եւ ֆոտոարձանագրություն։ Հետո մեր ծրագրերի միջոցով կիրականացնենք հաշվարկներ, կհաշվարկենք ձեր դեմքի սիմետրիան, առանձնահատկությունները, մաշկային եւ ոսկրային առանձնահատկությունները եւ ըստ դրա կկազմենք ձեր անհատական բուժման պլանը։ Ինչպես նաեւ կունենանք հնարավորություն տեսնելու նախնական եւ ակնկալի արդյունքները։ Էլինա ջան, ես ունեցել եմ քթի 2 վիրահատություն, առաջինը շնչառության հետ կապված, երկրորդը հանգույցի։ Կասեք ինձ երրորդ վիրահատությունը որքանով կլինի բարդ եւ արդյունքը արդյոք կհասնի ինձ։ Ճիշտ է, ձեր դեպքում մի փոքր ավելի բարդ է, քանի որ վիրահատությունը 2 անգամ կատարվել է եւ սա երրորդ միջամտությունն է, բայց ի շնորհիվ հաշվարկների, դիագնոստիկայի, որը իրականացվել է եւ ի շնորհիվ ձեր բժշկի, բժիշկ Արաքելյանի, այս անգամ մենք կխուսափենք անցանկալի ռիսկերից եւ կունենանք ցանկալի արդյունք։ Գոգջան, ավարտեցինք դիագնոստիկ հատվածը, մեզ բավականին բարդ ու երկար աշխատանք է սպասվում, բայց ամեն բան ցույց է տալիս, որ արդյունքները շատ լավն են լինելու։ Շատ լավ Էլինա ջան, դոկտոր Արաքելյանը սպասում է քթի ախտորոշման վերջնական արդյունքներին, եկեք ուղարկենք իրեն։ Ողջույն Մանե ջան, այսօր ձեր քիթն ենք նայելու, մոդելավորումն է DDC, մոտավորապես ինչ ենք արել, սապատն ենք հեռացրել, քթածարի բարդացում եւ նեղացում, հա։ Հավանում եք պրոֆիլը։ Այո։ Դե հասկանում եք, որ աշխատել է նաև էսթետը կզակի վրա, ու պրոֆիլը ավելի սիմետրիկ ենք ստանալու։ Վիրահատություններ տարել եք երբևիցե։ Հա, 2 քթի վիրահատություն եմ տվել։ Հա, ձեզ սպասվում է երկրորդային վիրահատություն, կողաճառով, պետք է այս ամբողջ կարկասը նորից հավաքենք, հաճառային հատվածը։ Փոքր կտրված կարվելու 7-րդ կողի շրջանում, մոտ 2-2.5 սանտիմետր, հաճառը օգտագործել ենք ամբողջ այս մակարդակը հավաքելու համար։ Սկաց։ Բացի միջնապատի վիրահատություններից նախկինում տարած այլ վիրահատություններ տարել եք։ Փոքր ժամանակ գույրեղիկ։ Ալերգիաներ։ Չաչունում։ Լավ, ինչ հարցեր ունեք, Մանե ջան։ Ճիշտն ասած, մտավախությունս այն է, որ երրորդ վիրահատությունս է։ Ակնկալիք տեսքը կունենամ, թե չէ։ Դե այն ինչ որ փորձել ենք ստանալ այստեղ, մենք նախ փորձել ենք հնարավորինս բնական, ռեալիստիկ բան ստանանք։ Բնականաբար սա պետք է լինի երրորդը եւ վերջինը։ Դահման նկարում ենք պատրաստ։ Յուսը։ Մատոր։ Բժիշկ Արաքելյանին որպես մասնագետ ներկայացնելու կարիք չկա, բայց այ որպես ռեստարտ նախագծի գործընկեր։ Դեռ մեկ ինչ պրոֆեսիոնալ եմ ամեն ինչ։
Բարև Մանե ջան։ Մինչև քո գալը գիտես ինչ էի նայում։ Վիրահատությունից հետո արված նկարները։ Այո, ու հիացմունքս չեմ կարող թաքցնել։ Բժիշկ Արաքելյան հիանալի աշխատանք է կատարել։ Իսկ ես դեռ չեմ տեսել։ Չես էլ տեսնելու, գիտեմ քեզ շատ ենք տանջում, բայց վերջում բոլոր միջամտություններից հետո նոր կտեսնես վերջնական կերպարանափոխությունը։ Հիմա միայն մշակելուց եմ փորձում գուշակել դες վերջնական տեսքը։ Մինչև նկարահանումների ավարտը դեռ շատ կփոփոխվի։ Դու ավելավ ասա, թե ինչպես ես քեզ զգում։ Շատ լավ, հետվիրահատական շրջանը շատ լավ է անցել։ Պատրաստ ես մնացած միջամտություններին։ Անպայման։ Մեր հաջորդ քայլը ատամների շտկումն է ու մեր գործընկեր Cristadent ատամնաբուժարանը դոկտոր Սարգսյանի գլխավորությամբ կպարգևի քեզ գեղեցիկ ու փայլուն ժպիտ։ Մեքենան արդեն սպասում է քեզ, դու գնում ես ատամնաբուժարան, իսկ ես գնում եմ մեր գործընկերներ Վարսահարդար Ռոմանի եւ Դիմահարդար Թինա Թևոսյանի հետ հանդիպման։ Պետք է քննարկենք, թե ինչպիսին պետք է լինի միջամտություններից հետո մեր հաջորդ քայլը, այսինքն քո վերջնական ոճափոխությունը։ Ես պատրաստ եմ։ Երկու բառով ներկայացնեմ բժիշկ Սարգսյանին, որպես ատամնաբույժ դուք ինքներդ կգնահատեք, բայց որպես գործընկեր ատում է տեսախցիկները։ Հուսամ ոչ նաև մեզ։ Վայ Մանե ջան, եկել ես համես։ Բարև ձեզ, կարելի է։ Իհարկե։ Դու ստես։ Մանե ջան, հիմա հերթականությամբ ցույց կտամ ինչ ենք անելու։ Կանենք ֆոտոներ ու ֆոտոների վրա ցույց կտամ ինչ խնդիրներ ունենք ու ինչ բուժում ենք անցկացնելու։ Մնում է հերթականությունը չխառնանաս կամերաների պատճառով։ Բժիշկ ջան, իսկ իմ լնդային ժպիտը կողվի չէ։ Իհարկե կողվի, ժամանակի մեջ հասցնելու համար այդ հարցում մեզ կօգնի մեր էսթետ բժիշկ Նազելին։ Restart նախագծի գործընկերներն են Betty Barkley եւ Gary Weber մեծ ճանաչում ունեցող գերմանական բրենդները։ Motiv բրենդը, որը ստեղծում է իր տեսակի մեջ յուրահատուկ ձեռագործ զարդեր։ Ինչպես տեսնում եք, ահագին խնդիրներ ունենք լուծելու։ Նախ առաջներ պետք է փոխարինել այս հին մետաղ կերամիկական շապիկները նորով, որը պատճառով ստեղ լնդերը բորբոքվել են, ունենք ժպիտի ոչ սիմետրիկություն, միջին գիծը թեքվել է դեպի աջ, ստեղ ունենք հին մետաղական շապիկներ, որոնք նույնպես պետք է փոխարինենք, ունենք ատամնակարեր, որոնք պետք է մաքրել պարտադիր, որպեսզի հանգստանալ լնդերի վիճակը, քանի որ մենք ունենք ժամանակային խնդիր, ստեղ լնդային ժպիտը վերականգնելու համար մեզ, ինչպես ասացի, կօգնի մեր էսթետ բժիշկ Նազելին, միասին կորոշենք ինչպես ենք վերացնում լնդային ժպիտը։ Նաև նշեմ, քանի որ DDC թվային ախտորոշիչ կենտրոնը արդեն պլանավորել է քո ատամների ապագա դիզայնը, հաջորդ այցին Էլինայի հետ ներկայացնենք քեզ։ Բժիշկ ջան, ինչ լավ է, որ գոնե այս անգամ կարող եմ վերջնական արդյունքը տեսնել։ Մանե ջան, չոր բողոքներ ունես։ Բժիշկ ջան, կարող եմ չտեսնել, վստահ եմ, որ լավ է լինելու։ Դե սկսեցինք ատամնակարերի մաքրումից։ Տաթև ջան, ակտոստերը դուր։ Դեք։ Համաշխարհային մի շարք բրենդներ հայտնվեցին իրենց համար նախատեսված սրահում Axis Optica-ում, որը հանդիսանում է Restart նախագծի գործընկեր։ Ջանազյան բուժական խնամքի միջոցները, Embryolist ֆրանսիական կոսմետիկայի եւ դերմոկոսմետիկայի բրենդը, Nux ֆրանսիական բարձրակարգ կոսմետիկա եւ խնամքի միջոցներ, ինչպես նաեւ AKG դեղատների ցանցը։ Մանե ջան, այսօր Էլինայի հետ ցույց կտանք քո ատամների վերջնական տեսքը։ Ես հեսա ավելի մատչելի կբացատրեմ ոնց է լինում հերթականությունը։ Բժիշկ ջան, եթե թույլ կտաք, ես ավելի մանրամասն ներկայացնեմ։ Իհարկե, համաձայն։ Digital Smile դիզայնը ֆոտոարձանագրության եւ ինտրաօրալ կանավորման սուպերիմպոզիցիայի արդյունքում ստացված դիագնոստիկ եզրույթի փոփոխությունը ըստ անատոմիական եւ օկլյուզիոն առանձնահատկությունների։ Մանե ջան, հասկացար։ Չէ։ Ես ավելի մատչելի։
Պացիենտի դեմքի առանձնահատկությունները հաշվի առնելով ստանում ենք ատամների իդեալական տեսքը, որը այդ պարագայում կսազի։ Ինչ ենք հաշվի առնում, միջին գիծը, որպեսզի դեմքի սիմետրիայի հետ համապատասխանի, դիմային ատամների մեծությունն ենք հաշվի առնում, ըստ դեմքի կառուցվածքի, ինչպես նաև երևացող հատվածները, լնդային հատվածը ժպիտի ժամանակ եւ խոսելու ժամանակ ստորին ատամների եզրը, թե ինչքան պետք է երևա։ Այդ ամեն ինչ իրականացվում է Digital Smile դիզայնի շնորհիվ։ Այս պարագայում հաշվի առնելով բոլոր դիմային առանձնահատկությունները ստանում ենք այս պատկերը, ինչպես նաև փորձել ենք լրացնել բացակա ատամները եւ պահել ճիշտ օկլյուզիոն։ Նախագծի գործընկեր Մեզոն Մարաշլյան, հայկական արտադրության բարձրակարգ պայուսակներ։ Օծանելիքը մարդու կերպարի անբաժանելի մասն է։ Այն պարզապես բույս չէ, այլ ինքնաարտահայտման միջոց։ Հետևաբար շատ կարևոր է մեր մասնակցի համար ընտրել նրա նոր կերպարին համապատասխան օծանելիք։ Այս հարցում մեզ կօգնի Lifestyle Parfum-ը, քանի որ ոլորտի առաջատարներից է եւ պաշտոնական ներկայացուցիչն է մի շարք համաշխարհային բրենդների, որոնց շարքում են Gemma, Lorenzo Bazzelia, Al Haramain, Swiss Arabian եւ մի շարք այլ բրենդներ։ Սպասենք Մանեի կերպարանափոխությանը եւ վերադառնանք օծանելիքի ետևից։ Քինջան, մեր առաջին մասնակիցը Մանեն է, բավականին նոր, բավականին հանգիստ կերպար է ու ուզում է կարդինալ փոփոխություններ։ Ուզում է, որ մի քիչ ավելի համարձակություն հաղորդենք իր կերպարին, լինի ավելի գեղեցիկ, ավելի աչքի ընկնող։ Խնդրում եմ դու ներկայացրու ինչ ես տեսնում, ինչ փոփոխություններ կարելի է անել ու ինչպիսին է լինելու իր վերջնական տեսքը։ Ես էլ եմ կարծում Գոգ ջան, որ բավականին հանգիստ արտաքին ունի, մի փոքր կասեի հոգսաշատ։ Այստեղ սկսենք Թելմանի աշխատանքից, քթից, բավականին հաջող է արվել, ինչ շատ է դուր գալիս, կարծում եմ։ Շատ հաջող։ Հիմա անցնենք եթե էսթետիկ միջամտություններին, մեր մասնագետներից Նազելին կարծում եմ, որ այստեղ կշտկի նասագուբկեքը, այստեղ ավելի արտահայտված է, շատ գեղեցիկ էլի աչքերի գույն ունի Մանեն, հոնքերի դիրքը բավականին հաջող է, դիմահարդարման ժամանակ շատ հանգիստ կարելի է ընդգծել, գեղեցկացնել։ Այստեղ կոպերը պետք է մի փոքր բարձրացվի եւ կարծում եմ Նազելին էլ նույնը ասաց, անպայման աշխատելու է աչքերի եւ հոնքերի Եվ այստեղ կարծում մի փոքր օվալի խնդիր ունենք, կարելի է օվալը ընդգծել, որպեսզի հստակություն տալ կերպարին։ Եթե Մանեն որոշել է այլևս համարձակ կերպարի մեջ հանդես գալ, կարծում եմ օվալը կամբողջացնի նրա համարձակ կերպարը։ Հա, եւ շուրթերի ծավալի հաղորդումը միանշանակ շատ քիչ, որովհետեւ այստեղ հանգիստ է։ Ամեն դեպքում եթե նա ուզում է ավելի համարձակ, բայց միևնույն է հանգիստ դիմագծեր են պետք։ Հետևաբար շուրթի ծավալն էլ կարծում եմ, որ չափի մեջ։ Իսկ դիմահարդարումը տեսնում ես ավելի արտահայտված, թե ավելի նոր։ Այստեղ նայած ինքին զգացողություն ունենալ, եթե ուզենա ավելի իրեն համարձակ տեսնի, կարելի է մի փոքր ավել ակցենտ դնել աչքերին, ինչով որ կարտահայտենք դրա համարձակությունը։ Ընդգծենք բավականին աչքերի։ Ես կարծում եմ, որ շատ հաջող կերպար ենք ստանալու, տարբերվող։ Ես կարծում եմ Մանեին կզարմացնենք։ Դե Գոգ ջան, չեմ կարող չփաստել, որ ձեր ընտրած բոլոր մասնագետները շատ լավն են, մեկը մեկից լավն են, բայց չենք մոռանում վերջում գեղեցկությունը ով է ընդգծելու։ Չենք մոռանում նաև ժամերի մասին։ Առհասարակ ժամերը շատ բան կարող են պատմել մարդու կերպարի մասին։ Իսկ որպեսզի ձեր կերպարը լինի յուրահատուկ եւ վստահ լինեք, որ կրում եք օրիգինալ ժամացույց, կարող եք օգտվել մեր գործընկեր Ernada on-line խանութ սրահից։
Մանեջան այժմ կատարում ենք սպիտակեցում Ultradent ֆիրմայի Opalasense Boost նյութով։ Էլինա ջան, կխնդրեմ պատմեք նյութի մանրամասների մասին եւ նրա առավելությունների մասին։ Իհարկե, մեծ սիրով։ Նշեմ, որ կա տնային եւ օֆիսային սպիտակեցման եղանակներ։ Օֆիսային տարբերակը պարունակում է 40% ջրածնի պերօքսիդ, որը ակտիվանում է քիմիական եղանակով, ինչով եւ առավել անվտանգ է։ Ինչպես նաեւ պարունակում է կալցիումի եւ տորի իոններ, որոնք թույլ են տալիս խուսափել էմալի գերզգայունությունից։ Մի խոսքով ամենաանվտանգն է։ Մանեջան, ավարտեցինք սպիտակեցումը։ Դենտաքս ընկերության կողմից մենք ունենք նվերներ, քեզ ատամի մածուկ ատամները սպիտակ վայելու համար եւ զգայունության համար։ Ունենք միանգամայն օգտագործման կապաներ, որով կարող ես տնային սպիտակեցում կատարել։ Մինչև ես կպատրաստեմ նոր կապաներ անհատական քո ատամների չափսով, որ ժամանակ առ ժամանակ անես ատամների տնային սպիտակեցում։ Շնորհակալություն։ Մանեջան, այ հիմա վերջացրեցինք, արդեն կարող ես տեսնել ատամների վերջնական տեսքը։ Հուսով ճիշտ ժամանակին եմ եկել։ Շատ ճիշտ ժամանակին եք եկել, մանեին ցույց է տալիս ատամների վերջնական տեսքը։ Մանեին ցույց տվեք, բայց մեր հեռուստադիտողի համար թողնենք մի փոքր ավելի ուշ։ Մեր էստետ բժիշկ Նազելին էլ վերջացնի իր աշխատանքը եւ գեղեցիկ շուրթերը գեղեցիկ ատամներով ներկայացնենք, դեմ չեք։ Իհարկե ոչ։ Ես այն գործն եմ անում։ Ռեյկից հետո է արդեն։ Շարունակում, դու քո ալը կտենաս։ Հայ բոլիտ, նշում եմ։ Մի հատ ինձ արած փրկեք։ Կարակ գաք ձեր միկրոֆոնը տանեք, ես արդեն իմը ունեմ։ Իսկ մանեի գեղեցիկ ժպիտը կտեսնենք հաջորդ շաբաթ։ Իսկ ձեզ հարգելի հեռուստադիտող, առաջարկում եմ հետևել Restart-ի եւ մեր մասնագետների էջերին, քանի որ վստահ եմ, որ իրենք շատ եք սիրելու։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ոնստոպ։ Նկարում եք։ Սրանով։ Դիտեք հաջորդ ցուցադրությանը։